Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԵՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին, հանդիպումն էլ հեռարձակվել է ուղիղ եթերով։ Պաշտոնյաները քննարկել են ՀԵՑ-ին լիցենզիայից զրկելուն առնչվող հարցեր։ Ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ ՀԵՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին էլ անդրադարձել է հանդիպմանն ու այն որակել որպես հանրությանը ՀԵՑ-ը խլելու հիմնավորումներ ներկայացնելու փորձ։ Կարապետյանը խոստացել է կետ առ կետ անդրադառնալ բարձրաձայնված թեմաներին։ Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք, լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում եւ սա նրա թույլ կողմն է, ինչպես այստեղ, այնպես էլ ամենտեղ։ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, թե 2018-ից 2024 թվականների ցուցիչների մասին տեղեկությունները ՀԵՑ-ի արխիվից վերացվել են։ Նման պնդում արել էր նաև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաև արխիվից վերացվել էր, պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննության դարձել։ ՖԻՊԵՄ-ի լրագրողը սակայն պարզել է, որ այս պնդումները սխալ են։ Նա դիմել է ՀԵՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները, ներկայացնելով բաժանորդային համարն ու անձնագիրը։ ՀԵՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019-ից 2025 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Ըստ Փաշինյանի, ՀԵՑ-ի անունով բանկերից տոկոսով վարկեր են վերցրել ու առանց տոկոս տվել են ընկերություններին։ Փաշինյանն ու Պետրոսյանը պնդում են, որ այդ ընկերություններն իրենց հերթին չեն զբաղվել էներգետիկ ոլորտի աշխատանքներով։ Արտոնը վարկեր են ստացել եւ բիզնեսներ այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ ՀԵՑ-ի կոպիտ ասած, իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած ՀԵՑ-ը վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որը ասենք օրինակ կոշիկի առևտրով է։ Այո, կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով ՀԵՑ-ը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունը բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման բարույթներ հարուցել սահմանված օրենսդրական կարգերով ՀԵՑ-ի նկատմամբ։ Պաշտոնյաները ՀԵՑ-ում կատարվածը փողերի լվացում են որակել ու պնդել, որ իրենց կողմից բազում խնդիրներ են բացահայտվել, որոնք պատճառ են դարձել ՀԵՑ-ին լիցենզիայից զրկելու համար։ Միաժամանակ կրկին շեշտել են, որ հոսանքի գնի նվազեցումն անհնար է։ Ըստ Փաշինյանի, այդ պարագայում մի քանի տարի անց խնդիրների առաջ կկանգնենք։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։